Ողջույն սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, մեր YouTube ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է ու այս անգամ արդեն ջեր հետաքրքիր հանդիպում Չեմպիոնների լիգայի 1 հաղորդի առաջին հանդիպումն է այս թիմերի միջև լինելու մրցելու են միմյանց դեմ Լիվերպուլը եւ Չելսին, սա դիմակայության առաջին հանդիպումն է, թիմերը արդեն խաղադաշտում են։ Ողջունեցին միմյանցից, մենք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Լիվերպուլից։ Դարպասը պաշտպանում է Գրիգոր Առաքելյանը համար 13, Վարդան Գրիգորյան համար 2, Ժոզեֆ Շանելյան համար 5, նա նաև թիմի ավագն է, Գորն Արտիրոսյան համար 6, Տալաֆատի համար 7, Մխիթար Ամբարսումյան համար 8, Անդրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14, Ռաֆայել Մովսիսյան համար 17 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77։ Չելսի Երիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Կարո Գրիգորյան համար 5, Վովա Խալափյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Միսլավ Ջուրիչևիչ համար 9, Ժիրայ Պապիկյան համար 10, նա նաև թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Աթաջանյան համար 20, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Տիգրան Չուխաջյան համար 77 եւ պայեստային դարպասապանն է Հրայ Հակոբյանը համար 95։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկնարկի համար, քիչ անց կտրվի մրցավարի սուլիչը, իսկապես այս 50 րոպեները պետք է միասին վայելել, քանի որ թիմերը շատ գեղեցիկ ֆուտբոլ են իսկապես ցուցադրում, կա մրցավարի սուլիչը ու մեկնարկած է հանդիպում, այո, թիմերը շատ լավ մարզավիճակում են գտնվում, երկուսն էլ այնպես որ այսօր բնականաբար կփորձեն հաղթանակ տանել միմյանց նկատմամբ։ Լիվերպուլի ֆուտբոլիստներն են գնդակով, Ամբարսումյան, Ասատրյանը հաջող խլում կատարեց, Ջուրիչևիչ ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Ամբարսումյանի կողմից, տուգանային արված Կիրասի Չելսին։ Այո, եւս մեկ փաստ առանձնացնեմ, Չելսին վերջին 10 հանդիպումներում տարել է նույնքան հաղթանակ ԱՖԵԼ-ի շրջանակներում չունի նույնիսկ ոչ ոքի արդյունք գրանցած։ Հիմա այս տուգանայից հետո կշարունակեմ միտքս Ալեքսանդր Նալբանդյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը, Նալբանդյան հարված ու այստեղ Շանելյանը կանգնեց գնդակի առջև, կորցնում է հիմա Նալբանդյանը գնդակը, բայց Ասատրյանը հասցրեց այստեղ թույլ չտալ Ֆատիին առաջ շարժվել ու հիմա նորից փակում է Արմեն Ասատրյանը գնդակի ճանապարհը։ Պապիկյան շարժվում է առաջ Ժիրայ Պապիկյանը, Արսեն Ասատրյան, Ասատրյան և հետ փոխանցում դեպի դարպասապա Պողոսյանը, վերջինս էլ գնդակ ուղարկեց Գրիգորյանին, Նալբանդյան, գտավ կենտրոնում Չուխաջյանին, Արսեն Ասատրյան, հարվածը պետք կատարել, հարվածը կա, բայց անդրադարձ եղավ այստեղ ու առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղում։ Այո, Չելսին 10 հանդիպումից տարել է նույնքան հաղթանակ եւ որն է հետաքրքիր, նա վերջին իր պարտությունը կրել է ԱՖԵԼ-ում հենց Լիվերպուլից։ Հիշում եք այդ հանդիպումը Էլիտիգայի շրջանակներում, եթե չեմ սխալվում, զիջեցին 7-2 հաշվով Չելսի ֆուտբոլիստները, բայց իհարկե այդ հանդիպումից հետո Չելսին, այսպես ասած, ավելի լավ մարզավիճակում է գտնվում, կատարել է բավական տրանսֆերներ, համալրել է իր թիմը, իսկ Լիվերպուլը իհարկե մի քանի ճակատով ԱՖԵԼ-ում պայքարում են բոլոր գավաթներում չեմպիոնության համար։ Այսօր նաև պետք է նշեմ Լիվերպուլի հիմնական առաջատարներից մեկի Գորն Արտիրոսյանի բացակայությունով վնասվածքի պատճառով այսօր կա հայտացուցակում, բայց իհարկե չի կարող օգնել իր թիմին։ Իհարկե շատ մեծ կորուստ է Մարտիրոսյանի բացակայությունը այս խաղում Լիվերպուլի ֆուտբոլիստների համար, բայց նրանք այնուամենայնիվ կփորձեն այս թիմով, այս կազմով հասնել հաջողություն։ Հիմա Նալբանդյանը հաջող խլում կատարեց, ինքը շարժվում է առաջ, ուղարկեց Ջուրիչևիչին գնդակը։ Ջուրիչևիչ, տեսնենք ինչ որոշում կայացնի հիմա Միսլավ Ջուրիչևիչը, Չուխաջյան, ու ստիպված նահանջեց Չուխաջյանը, այո, հակառակ դեպքում կորցնել գնդակը։ Նորից Ջուրիչևիչն է հիմա աչեզում հայտնվել։ Արմեն Ասատրյան ու այդ փոխանցում դեպի դարպասապա Պողոսյանին, սա հիշեցնեմ, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչների դիմակայության առաջին խաղերում վերջին հանդիպումն է, հիմա գրովում է Չելսին, Նալբանդյանը վաստակեց այստեղ եզրային դեպան հնարավորություն։ Այո, բոլոր 1/4-ի առաջին հանդիպումները արդեն կայացել են։ Ես հիշեցնեմ ովքեր մրցեցին միմյանց դեմ։ Հիմա Պապիկյանն է գնդակով ուղարկեց Նալբանդյանին, կա փոխանցումը, բայց Շանելյանը այստեղ պատի պես կանգնեց գնդակի առջև ու թույլ չտվեց, որպեսզի
Գնդակը անցնի իրենից, հիմա նորից խլում է Չելսին գնդակը Ջուրիչևիչ ու Խանդամիրյանը այստեղ հաջող խլում կարողացավ կատարել, չնայած կորցրեց գնդակն Ալբանզյան ու ինչ է կատարվում այստեղ, կար խաղի կանոնների խախտում, թե անկյունային արված է նշանակել մրցավարը Այո, անկյունային հարված, խոտացածքին էր հայտնվել Նալբանդյանը, բայց Խանդամիրյանը մաքուր էր գործել այս դրվագում Կա մրցավորի սուրիչը Պապիկյան, փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ ստացվեց Պապիկյանի փոխանցումը Հիմա նետվում են առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստները Տալաֆատի Ֆատինը գնդակով դեպի Համբարձումյանը, թողեց գնդակը Համբարձումյանը հարված ենք տեսնում այստեղ Բայց թույլ ստացվեց այստեղ Մովսիսյանի կատարած հարվածը, հիմա նորից Ռաֆայել Մովսիսյանն է գնդակով ձախ եզրում Մովսիսյան ու երկու մրցակից միանգամից դիմավորեց նրան խլեցին գնդակը հիմա չեն հասկանում միմյանց ու դուրս եկավ գնդակը Խանդամիրյանից Նալբանդյանը կնետի եզրից Այո, կա մրցավարի սուրիչը ու պետք է կատարել եզային նետումը, ինչն էլ արեց Նալբանդյանը, բայց Ջուրիչևիչի փոխանցումը այստեղ հաջող չստացվեց Քանի որ խոսքը գնաց մեկ քառորդ դիմակայությունների մասին, հիշեցնեմ, որ մեկ քառորդում Չեմպիոնների լիգայում AFL-ի շրջանակներում մրցեցին միմյանց դեմ Ատլետիկո Երևանը եւ Վիլյարեալը, այդ հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի հաշվով 0-0 Եվ այդ զույգի հաղթողը ինչու հենց դա նշեցի, այդ զույգի հաջորդ փուլ դուրս եկողը կիսաեզրափակիչում մրցելու է Չելսի, Լիվերպուլ դիմակայության հաղթողի հետ, իսկ արդեն ցանցի մյուս հատվածում տեղ են զբաղեցել Բորուսիա Մյունխենգլադբախը, Սելտան, Նյուքասլը եւ Մանչեսթեր Սիթին, այնտեղ նույնպես կայացել են առաջին հանդիպումները, Մյունխենգլադբախը 4-2 հաշվով առավելության անցավ Սելտայի նկատմամբ, իսկ Նյուքասլը շատ ծանր խաղում կարողացավ հաղթել Սիթին 5-4 հաշվով, այնպես որ ոչ մի հանդիպում առաջին խաղից հետո ոչ մի դիմակայություն որոշված չէ Արսեն Ասատրյանն է գնդակով Շատ լավ փոխանցում դեպի Պապիկյանը, բայց Պապիկյանի փոխանցումը այստեղ չստացվեց հակառակ դեպքում Ջուրիչևիչը կարող էր բացել հանդիպան հաշիվը Փոփոխություն եղավ այս ընթացքում Լիվերպուլի կազմում խաղադաշտ դուրս եկան Դավթյանը եւ Գրիգորյանը իհարկե շատ կարեւոր ֆուտբոլիստներ Լիվերպուլի կազմում Դավթյանը հարձակվողական ոչի կիսապաշտպան է Շատ լավ մարզավիճակում է գտնվում, հիմա նա հենց գնդակով Շանելյան, ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ Դարպասապա Պողոսյանն է իրադրության տերը Իհարկե բնականաբար Դավթյանը խաղադաշտ դուրս գալով կփորձի հարձակման գիծը էլ ավելի ուժեղացնել, ստեղծել գրոններ իր թիմի համար կազմակերպել նա հենց առանցքային ֆուտբոլիստ է դաշտի կենտրոնում ու կարողանում է իր գործը էլ ավելի լավ կատարել Հիմա չկար այստեղ ոչինչ, ձեռքով խաղ էին պահանջում Չելսիի ֆուտբոլիստները, բայց ամեն ինչ կարգին էր Շուխաջյան Ասատրյան դեպի Արսեն Ասատրյան ուղարկեց գնդակը ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Արսեն Ասատրյանի կողմից Դավթյանը կանգնեց նրա ճանապարհին Մխիթար Համբարձումյան, նորից Դավթյան Գրոյի տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Նարեկ Խանդամիրյանն է Նալբանդյանն է թիկունքից շնչում մրցակցին, բայց հաջող փորձեցին դուրս գալ այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները ու զարգացում են իրենց գրող Խանդամիրյան Ֆատին ուղարկեց գնդակը, հաջող շրջվեց Տալաֆը ու շարժվում է առաջ Ֆատին վտանգավոր է, տեսնենք ինչպես կավարտվի այս գրողը Մովսիսյան, հետ փոխանցում Ֆատին Դեպի Համբարձումյանը, բայց Գրիշա Գրիգորյանն է հեռացնում այստեղ գնդակ ու կլինի եզրային նետում Դավթյանը կնետի եզրից Ուղարկեց գնդակը Խանդամիրյանի ուղղությամբ, նորից Դավթյան Շատ լավ նկատեց Ֆատին Խաղարկում են այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը Վարդան Գրիգորյան Դա կենտրոնում Դավթյանի տարբերակը նկատեց Գրիգորյանը
Ֆատի, բայց այս փոխանցումը չանցավ Արսեն Ասատրյանն է խլում գնդակը ու մնացին Չելսիի ֆուտբոլիստները գնդակով։ Ջուրիչևիչ ուղարկեց Պապիկյանին գնդակը, վտանգավոր է, բայց մի փոքր ուշացեց Պապիկյանը ու ասնի վերադասավորվել։ Լիվերպուլի ֆուտբոլիստները Նալբանդյան փորձեց հեռվից, բայց փակվեց գնդակի ճանապարհը ու կար խաղի կանոնների խախտում Նալբանդյանի կողմից այստեղ։ Արագ հաղարկում է Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը։ Ֆատի ուղարկեց Համբարձումյանին։ Ուկա Ծախից Խանդամիրյանը նկատեց Համբարձումյանը խաղընկերոջը։ Դավթյան նորից Գրիգորյանի ուղղությամբ ուղարկում գնդակը Դավթյանը։ Բայց այստեղ նորից սխալվում են Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Ջուրիչևիչ լավ անցում էր, բայց փոխանցումը հաջող չստացվեց։ Եթե լավ կատարեր փոխանցում Ջուրիչևիչը, ապա Արսեն Ասատրյանը իր համար շատ լավ հարվածային դիրքում կհայտնվեր, բայց ուժեղ է Ջուրիչևիչի փոխանցումը։ Արեկ Խանդամիրյանն է գնդակով, թողեց Դավթյանին, նորից Խանդամիրյան։ Խաղարկում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, գնդակի կորցնին, ես իսկ նետի Չելսին։ Նալբանդյան ուղարկեց գնդակը Ջուրիչևիչին ուսա խաղի կանոնների խախտում էլ, այո։ Բաց ոտքով դիմավորեց մրցակցին Արեկ Խանդամիրյանը։ Տուկանային կիրասի Չելսին, նորից Նալբանդյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի Սուլիչը, Նալբանդյան, ուղարկեց Պապիկյանին, Պապիկյանը հարված է տեսնում շեղությամբ պատացավ գնդակը։ Փորձեցին աղարկում կատարելով հարված կատարել մրցակցի դարպասին, բայց հաջող չստացվեց այս դեպքում։ Ալեքսանդր Նալբանդյանն է նորից սկսում պաշտպանությունից իր թիմի հերթական գրոհը։ Գրիշա Գրիգորյան։ Պապիկյան մեկապումով փորձեց թողնել գնդակը Ասատրյանին, բայց խնդություն իսկ այստեղ երկրորդ հարգում Շանելյանը առաջինը հասավ գնդակին, բայց նորից հաջող չէր այս փոխանցումը ու կլինի եզրային նետում։ Արսեն Ասատրյան փոխանցում կատարեց Արմեն Ասատրյանին, նորից նա է գնդակով, Ջուրիչևիչ, աչից նկատեց Նալբանդյանին ու Պապիկյանն է միանում կենտրոնով թիմի գրոհին, Նալբանդյան դեպի Պապիկյանը, բայց Խանդամիրյանից եղավ անդրադարձ ու Արաքելյանը վերցրեց գնդակը, շատ հաջող փոխանցում է կատարում, Գրիգորյանը հասցրեց, ինչ է կատարվում, հեռացված է գնդակը այստեղ, թույլ չտվեցին Ֆատին արված կատարել Ջուխաջյանը և Գրիգորյանը միասին ու կլինի եզրային նետում։ Ֆատի դեպի Դավթյանը նետեց գնդակը, նորից Ֆատին է գնդակով ու անկյունային արված այստեղ Արսեն Ասատրյանից դուրս եկավ գնդակը ու փոփոխություն Չելսիի կազմում, Պապիկյանը դուրս եկավ խաղադաշտից, նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Էդիկ Հարությունյանը, այս անկյունայինը տեսնենք ինչպես կիրասնի Լիվերպուլի ֆուտբոլիստները, Դավթյանն է կատարում փոխանցում, Խանդամիրյան հարվածեց ու գնդակը ցանցում է Գրիգորյանից եղած անդրադարձով 1-0 Լիվերպուլն առաջ է հասնում հաշվի մեջ։ Լիվերպուլը այո բացում է հանդիպան հաշիվը ու հիմա Չելսին նետվում է առաջ, հենց Նալբանդյանն է գնդակով հարված ու անկյունային է վաստակում այստեղ Նալբանդյանը։ Իսկապես շատ լավ խաղարկեցին անկյունայինը Լիվերպուլի ֆուտբոլիստները։
Ինչի մասին որ խոսում էի Դավթյանի խաղադաշտ դուրս գալուց հաշվարկված փոխանցում կատարեց դեպի Նարեկ Խանտամիրյան, իսկ վերջինիս մնում էր պարզապես գնդակը դնել դարպասում, ինչն էլ շատ հաջող կերպով կարողացավ անել Խանտամիրյանը։ Նալբանդյան բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ միայն Լիվերպուլի ֆուտբոլիստներն են։ Մխիթար Համբարձումյան լավ արգելակեց այստեղ Համբարձումյանը, բայց փոխանցումը չստացվեց ու հիմա Գրիգորյանն նետվում առաջ, թողեց գնդակը Հարությունյանին։ Աչիշ Նալբանդյանն է միանում գրոհին, կա Ջուրիչևիչը հերվում նկատեց Նալբանդյանը, բայց Գրիգոր Արաքելյանը կարդացել է Նալբանդյանի միտքը ու թույլ չտվեց, որպեսզի փոխանցումը հասնի հասցեատիրոջը Ռոման Դավթյան։ Խլեցին այստեղ Չելսի ֆուտբոլիստները գնդակը Հարությունյան դեպի Ջուրիչևիչն է ուղարկում գնդակը։ Միսլավ պայքար է ընթանում նրա ու Գրիգորյանի միջև ու կարծես թե կար խաղի կանոնների խախտում Գրիգորյանի կողմից։ Այո, ստանդարտ իրացնեն հիմա Չելսիի ֆուտբոլիստները։ Արսեն Ասատրյանն է գնդակի մոտ, ոչ Արմեն Ասատրյանը ներողություն կա, մրցավարի Սուլիչը փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այստեղ Ասատրյանի փոխանցումը ու հարված կլինի Արաքելյանի դարպասից։ Խանդամիրյան թողեց գնդակը Դավթյանին, նորից ստացավ Խանդամիրյանը գնդակը ու շարժվում է առաջ Մխիթար Համբարձումյան։ Դավթյան նորից Համբարձումյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը։ Ինչ է կատարվում։ Բայց գնդակը Համբարձումյանը այնուամենայնիվ իր մոտ, բայց հիմա արդեն ավելի բարդ էր ու Չուխաջյանը հեռացեց գնդակը։ Դավթյանն հիմա գնդակով Ֆատի հերվից հարված եք տեսնում ու Պողոսյանը այստեղ հեռացեց գնդակը, չնայած չի ավարտվել առայժմ Լիվերպուլի գրոհը, հիմա արդեն ավարտված է, բայց փոխարենը անկյունային հարված են վաստակում Լիվերպուլի ֆուտբոլիստները, այո։ Դավթյանն է նորից գնդակի մոտ, պետք է արդեն հաշվի առնեն այս հանգամանքը Չելսիի ֆուտբոլիստները։ Տեսնենք այս անգամ ինչպիսի փոխանցում կհետևի Դավթյան։ Ցածրից ուղարկեց գնդակը մրցակցի տուգանային, բայց Պողոսյանը հեռացրեց, բայց Դավթյանը գնդակը դաշտի սահմաններում Ժոզեֆ Շանելյան։ Նորից Դավթյանն է գնդակով դեպի Խանդամիրյանը ուղարկեց գնդակը։ Վարդան Գրիգորյան Վատին է հիմա աչիեսում, բարձից փոխանցում դեպի տուկանային հրապարակ, բայց Գրիշա Գրիգորյանն է առաջինը կպայի արդյոք ոչ դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից ու եզրային հետում կիրասի Չելսին։ Գրիգորյան թողեց գնդակը Չուխաջյանին։ Նորից Գրիշա Գրիգորյանն է գնդակով։ Մնացին գնդակով այստեղ Չելսիի ֆուտբոլիստները։ Ջուրիչևիչ, բայց Շանելյանը կարողացավ փակել Ջուրիչևիչի առաջ խաղացումը։ Տիգրան Չուխաջյան։ Առայժմ խաղարկում են պաշտպանությունում Չելսիի ֆուտբոլիստները գնդակը։ Այո, շատ լավ է դասավորել Լիվերպուլը։ Հարությունյանն է շարժվում առաջ Ջուրիչևիչ։ Նորից Հարությունյան ու ձախ եզրում է հիմա հայտնվել Հարությունյանը։ Բայց Շանելյանը շատ հաջող է պաշտպանությունում իհարկե գործում ու կար խաղի կանոնների խախտում Հարությունյանի կողմից։ Կանգնեց, այո, կանգնեց այնուամենայնիվ ոտքի Ժոզեֆ Շանելյանը ու հիմա հենց ինքն էլ կկատարի փոխանցումը։ Խանդամիրյան ուղարկեց պաշտպանության խորհուրդ Վարդան Գրիգորյան, նորից Շանելյանն է գնդակով
ու շատ հաջող փոխանցում կատարեց Շանելյանը դեպի Ֆատին, վտանգավոր է Ֆատի։ Տեսնենք ինչ որոշում կայացնի Ֆատին, փոխանցում այստեղ Պողոսյանը նորից կարողացավ հեռացնել գնդակը, այո, շատ լավ գրոհին ձեռնարկել Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց այստեղ Անդրանիկ Կարապետյանի հարվածը ուժեղ չստացվեց եւ Պողոսյանը կարողացավ ոտքերով հեռացնել գնդակը։ Ես իսկ նետի Լիվերպուլը։ Աղարկում են Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը, բայց Գրիգորյանը հեռացել, չնայած այն մնաց Ֆատիի մոտ։ Հարված եք տեսնում, անդրադարձ ու Պողոսյանը շատ ճիշտ ժամանակին նետվեց դեպի գնդակ ու հեռացեց անկյունային եւս մեկ անգամ կիրացնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Կա փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց այստեղ Անդրանիկ Կարապետյանի կատարած փոխանցումը ու գնդակը Չելսին է լինելու։ Խաղարկեց Պողոսյանը գնդակը Ասատրյանի հետ, հիմա ուղարկեց դեպի Արսեն Ասատրյանը ու կար խաղի կանոնների խախտում Գրիգորյանի կողմից։ Գրիգորյան լավ գործեց այստեղ Գրիշա Գրիգորյանը, ուղարկում է գնդակը դեպի Նալբանդյանը, բայց Պետրոսյանը կանգնեց գնդակի առջև ու թույլ չտվեց որպեսզի անցնի փոխանցումը։ Պետրոսյանը նետեց եսից, Ժոզեֆ Շանելյան ու շատ լավ փոխանցում կատարեց Համբարձումյանի ուղղությամբ, աչեզով գրովում է Լիվերպուլը, Համբարձումյան հարվածեց, այստեղ ցույց տվեց փոխանցում, բայց կատարեց հարված ու Պողոսյանը նորից հեռացնում է գնդակը։ Պետրոսյանը կիրացնի այս անկյունայինը, կարծում եմ կարելի է խաղարկել Խանտաբիրյանի հետ։ Այո, այդպես էլ վարվեց Պետրոսյանը, Նարեկ Խանտաբիրյան ուղարկում է գնդակը Շանելյանին, վերջինս էլ դարպասապահ Առաքելյանի ուղղությամբ կատարեց փոխանցում։ Վարդան Գրիգորյանի հիմա աչեզում է Լիվերպուլի երկրորդ համարը, Պետրոսյանին ուղարկեց գնդակը։ Համբարձումյան կա Ֆատին կենտրոնում, բայց չկատարեց այստեղ Համբարձումյանը փոխանցում, փոխարենը մնաց գնդակով ու վաստակում է անկյունային հարված իր համարության շնորհիվ այստեղ Մխիթար Համբարձումյանն, այո, պայքարեց մինչև վերջ բարդ իրավիճակում ու ստիպեց մրցակիցներին հեռացնել գնդակը։ Իհարկե, եթե հայտվեր Համբարձումյան տուգանային հրապարակում, շատ վտանգավոր կլիներ։ Հիմա կա փոխանցումը, բայց ուժեղ է Համբարձումյանի կատարած փոխանցումը ու Չելսին իրացի եզրային նետում։ Գրիշա Գրիգորյան ու սխալվում են Չելսի ֆուտբոլիստները, պաշտպանությունում նետում են Լիվերպուլի ֆուտբոլիստները եզրային նետումը, Համբարձումյանն նորից գնդակով ուղարկեց Պետրոսյանին ու այստեղ Պետրոսյանի փոխանցման ճանապարհը փակեց Կարո Գրիգորյանը։ Եվս մեկ եզրային նետում ու կար խաղի կանոնների խախտում, այո, Արմեն Ասատրյանի կողմից ու շատ վտանգավոր դիրքում հիմա Լիվերպուլը վաստակում է ստանդարտի հնարավորություն։ Տավսյանն է նորից գնդակի մոտ։ Տեսնենք, կամ մրցավարի սուլիչը Ռոման Դավթյան։
Բարձից փոխանցում դեպի Խանդամիրյանն ուղղված այս փոխանցումը, բայց Դարբասապա Պողոսյանը շատ վստահ գործեց։ Ուժեղ փոխանցում առաջ եւ Անդրանիկ Պետրոսյանն հեռացնում գնդակը չի հասնի այս գնդակին Շանելյանը իսկապես շատ ուժեղ հեռացում կատարեց Պետրոսյանը ու եզիս պետք է նետի Չելսին։ Նալբանդյանն է Ատարում եզրային նետումը, փոխանցումը կա ու Պետրոսյանը հեռացնում է գնդակը եւս մեկ եզրային նետում արդեն հակառակ եզրից Շուխաջյան ուղարկեց Ասատրյանին, բայց մնաց նորից գնդակով Շուխաջյանը ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ Արված պետք է լինի Առաքելային դարպասից Դավթյանը ուժեղ փոխանցում է կատարում դեպի Ֆատին Կարծում եմ սա առաջի խաղակեսի վերջին գրողը կլինի Եթե այն իրականացնի Լիվերպուլը սկսում են իրենց գրողը Լիվերպուլի ֆուտբոլիստները Շանելյան ուժեղ փոխանցում դեպի մրցակցի տուգանային հրապարակ Չուխաջյանը հեռացեց Նալբանդյան պայեց գնդակով ու հիմա Շարժվում է առաջ, գուցե երվի սպորտի հարված, անդրադարձ և վերջին անկյունայինը կտեսնենք առաջի խաղակեսում։ Պապիկյանն է գնդակի մոտ ու կարծում եմ այս ստանդարտից հետո կավարտվի առաջի խաղակեսը։ Փոխանցում ինչ է կատարվում, Ասատրյան չկարողացավ արված կատարել ու վերջ։ Առաջի խաղակեսն ավարտված է 1-0 հաշվով։ Կարճատև դադարը, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլասերն մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1 քառորդի Չելսին դեմ Լիվերպուլի դիմակայության առաջին հանդիպման երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո առայժմ հանդիպան հաշիվը նվազագույնն է 1-0 հաղթում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, հանդիպան միակ գոլը իր անվան դիմաց գրանցել է Նարեկ Խանդամիրյանը անկյունայինի խաղարկումից հետո, հիմա երկրորդ կեսում տեսնենք ինչ կառաջարկի Չելսին, Ջուրիչևիչ լավ անցում էր, բայց այստեղ հարվածային դիրքը կորցրեց Ջուրիչևիչը ու հարված կլինի Լիվերպուլի դարպասից Շանելյանն է գնդակի մոտ ուղարկեց այն Պետրոսյանին ու կորցնում է Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը, բայց Պետրոսյանը հասրեց այստեղ հեռացնել Ալեքսանդր Նալբանդյան Խանդամիրյանն է նրան դիմավորել, փորձեց անցում կատարել Նալբանդյանը, բայց Նալբանդյանից հետ դուրս եկել գնդակը ու Եզիս պետք է նետի Լիվերպուլն, Նարեկ Խանդամիրյան խլեց հիմա Նալբանդյանը գնդակը շարժվում է առաջ Պապիկյան դեպի Ջուրիչևիչը վտանգավոր է Իսլավ Ջուրիչևիչ Շանելյանն է դիմավորել նրան և Շանելյանին հասնելը հեշտ չէ ու հարված կլինի Լիվերպուլի դարպասից այստեղ գերազանց գործեց Ջոզեֆ Շանելյանը պաշտպանությունում ինչը ենթադրելի է, այո նա իսկապես գրեթե ցանկացած հանդիպում շատ բարձր խաղամակարդակով է անցկացնում Նարեկ Խանդամիրյան ուղարկեց Համբարձումյանին ու այստեղ Հարությունյանն է հաջող խլում կատարում Համբարձումյանից իրենից էլ դուրս եկավ գնդակը ու արված պետք է լինի Պողոսյանի դարպասից այո արդեն Չելսին կգնա առաջ պետք է այսինքն փորձել հանդիպան ընթացքը կառավարել, եթե ուզում են հասնել հաջողության, իհարկե իսկ դա Լիվերպուլի դեմ այնքան էլ հեշտ չէ։ Չուխաջյան փոխանցում դեպի առաջ, բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Առաքելյանի դարպասից։ Դավթյան թողեց Շանելյանին ու շատ հաջող են դուրս գալիս Լիվերպուլի ֆուտբոլիստները կենտրոնից։ Ֆատի նորից Դավթյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը։ Մխիթար Համբարձումյան ձախից կա Խանդամիրյանը, բայց չնկատեց նրան։ Ֆատի կա փոխանցումը, հասավ գնդակը Խանդամիրյանին հիմա, բայց Նալբանդյանն է այստեղ գեղեցիկ պաշտպանվում ու
Թույլ չտվեց մրցակցին շրջանցել իրեն։ Պողոսյան ուժեղ փոխանցում առաջ դեպի Ջուրիչևիչը, բայց Անդրանիկ Պետրոսյանը երկրորդ հարկում գեղեցիկ գործում ու եզրային նետու պետք է լինի։ Այս ընթացքում փոփոխություն Լիվերպուլի կազմում։ Եղավ Փոփոխություն Լիվերպուլի կազմում ու հիմա Հարությունյանն է գնդակով, բայց Դավթյանը խլեց նրանից գնդակը։ Մղթար Համբարձումյան։ Մնացին գնդակով Լիվերպուլի ֆուտբոլիստները Դավթյան։ Փոխանցում կատարեց, բայց հեռացնում են այստեղ Չելսի պաշտպանները գնդակում, պետք է լինի եզրային նետում, այո, Կարո Գրիգորյանը հեռացեց գնդակը։ Ալեր եզրային նետում իրականացված, այո, հիմա Չելսին է կատարում եզրային նետում, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Եվս մեկ եզրային նետում կտեսնենք։ Համբարձումյան ուղարկեց գնդակը Ֆատին։ Մովսիսյան դեպի Համբարձումյանը փոխանցում տեսանք, շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Համբարձումյանը, բայց Անդրանիկ Կարապետյանի կատարած փոխանցում ուժեղ ստացվեց ու սկսում են Չելսի ֆուտբոլիստները խորքից։ Գրիգորյան ուղարկեց Պապիկյանին գնդակը։ Բայց նորից խլում են Լիվերպուլի ֆուտբոլիստները ու Համբարձումյանն է զարգացնում այստեղ արագություն, բայց Նալբանդյանը խլեց նրանից գնդակը ու ինքն էլ հիմա փորձի նետվել առաջ, խլեց Համբարձումյանն Նալբանդյանից, ինչը կատարվում, խախտեց խաղի կանոնները Նալբանդյանը։ Դավթյան խաղարկում է գնդակը Շանելյանի հետ, ստացավ նորից Դավթյանը գնդակը, բայց այստեղ խլում է Չուխաջյանը մրցակցից գնդակը ու դեպի Ջուրիչևիչը փոխանցում ենք տեսնում, բայց Ջոզեֆ Շանելյանը այստեղ մնաց ոտքերի վրա ու հեռացեց նորից գնդակը, հիմա Շանելյանն է նորից գնդակով, հաջող փոխանցում կատարեց Շանելյանը Դավթյանին ու գրոյ տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Վարդան Գրիգորյանն է Ֆատին շարժվում է առաջ Լիվերպուլում կարող են ավելի լավ զարգացնել այս գրոհը Մղթար Համբարձումյան, բայց խլեցին Չելսի ֆուտբոլիստները Հարությունյանն է հիմա գնդակով, Համբարձումյանը նորից խլում է մրցակցից գնդակը ու սա խաղի կանոնների խախտում էր անկասկած, այո, խախտեց խաղի կանոնները Հարությունյանը ու Լիվերպուլը ևս մեկ ստանդարտ կիրացնի Կամ մրցավորի Սուլիչը արված ենք տեսնում, բայց Պողոսյանը հեռացեց այստեղ գնդակը Արաքելյանն է վերցել գնդակը ու արկեց այն Ֆատի ուղղությամբ Պապիկյան հասրեց փոխանցում կատարել Ջուրիչևիչ ուղղությամբ, բայց Շանելյանը նորից փակում է մրցակցին, ինչը այստեղ խախտեց խաղի կանոնները Շանելյանը, ճիշտ է Տուգանային հրապարակից դուրս եղավ խախտումը, բայց շատ վտանգավոր է դիրքը։
Պապիկյանն է տեղադրել գնդակը, տեսնենք այս ստանդարտը։ Ինչի կարող են վերածել Չելսի ֆուտբոլիստները, գուցե ստանդարտը գա օգնության թիմին։ Ժիայ Պապիկյանն է գնդակի մոտ, տեսնենք։ Կա մրցավարի Սուլիչը, Ժիայ Պապիկյան։ Եվ շատ ուժեղ ստացվեց այստեղ Պապիկյանի փոխանցումը։ Հասկանալի է ինչ է ուզում անել Պապիկյանը, բայց դեպի Գրիգորյանը փոխանցումը իսկապես ուժեղ կատարեց։ Վարդան Գրիգորյանն է հիմա գնդակով։ Սկսում են իրենց գրող Լիվերպուլի ֆուտբոլիստները, հարված նույնիսկ տեսանք այստեղ, բայց Կարապետյանի կատարած հարվածը բարձր ընթացավ։ Այո, 1-0-ի վրա հիմնվել չի կարելի, բայց 1-0-ն այնպես չէ, որ դեռ նշանակում է, որ ամեն ինչ կորած է Չելսիի համար, դեռ կա հավատան խաղաժամանակ երկրորդ խաղակեսում, դեռ կա դիմակայության պատասխանը հանդիպումը։ Կարծում եմ այդ իսկ պատճառով հիմա Չելսին ողջ կազմով չի նետվում առաջ։ Գրիշա Գրիգորյան դեպի Խալափյանն է ուղարկում, բայց Վարդան Գրիգորյանը նորից պաշտպանությունում իր տեղում էր։ Մխիթար Համբարձումյան մնաց գնդակով Համբարձումյանը։ Խալափյան ուղարկեց Պապիկյանին, բայց ուժեղ ստացվեց ու Ադամիրյանը կանգնեց գնդակի առջև։ Չկատարվում, Շուխաջյան խլեցին գնդակը ու նորից կորցնում են Չելսիի ֆուտբոլիստները, բայց կար խաղի կանոնների խախտում Համբարձումյանի կողմից։ Ու Ջուրիչևիչը կիրացնի այս տուգանային հարվածը։ Տեսնենք, հեռու է մի փոքր տարածությունը, կա մրցավարի Սուլիչը, Ջուրիչևիչ։ Անդրադարձ եղավ այստեղ Ֆատից ու անկյունային հարված կլինի։ Պապիկյանն է գնդակի մոտ, կա փոխանցումը։ Խալափյան գուցե հարված կատարի, բայց փակվեց գնդակի ճանապարհը Ջուրիչևիչ։ Կա Պապիկյանը, նկատեց Ջուրիչևիչը Պապիկյանին, բայց բարձրից ինչու Պապիկյանը կատարեց այս փոխանցումը, կար Վովա Խալափյանի տարբերակը, որը կարծում եմ ավելի նպաստավոր դիսկում էր։ Եզիս նետում է Լիվերպուլի ֆուտբոլիստները, Արաքելյան ուժեղ փոխանցում փորձեց կատարել Արաքելյանը, մի փոքր գնդակը չնստեց նրա ոտքին, բայց գնդակով մնացին Լիվերպուլի ֆուտբոլիստները, հիմա կորցնին։ Վովա Խալափյան հաջող փոխանցում է դեպի Տիգրան Շուխաջյանը, նորից Խալափյան ու ասրեց այստեղ ուղարկել դեպի աջ գնդակը։ Եզրային նետում կլինի։ Շուխաջյանը հետ փոխանցում դեպի Արփասապա Պողոսյանը։ Ու այստեղ Ֆատին չեղեց գնդակի ուղղությունը, բայց Լիվերպուլն էլ չկարողացավ լավ հակագրող կազմակերպել։ Ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը Լիվերպուլի ֆուտբոլիստի։ Ասատրյանն է գնդակով։ Շարժվում է դեպի կենտրոն ու կա Պապիկյանի տարբերակը, բայց ինչու դեպի Ջուրիչևիչը կատարեց Ասատրյանը փոխանցում իսկապես լավ էր բացազատվել։ Սա խաղի կանոնների խախտում էր։ Ֆատին հեռացեց այստեղ
Գնդակը Գրիգորյան ու կլինի եզրային նետում։ Դավթյանը նետում եզրից։ Համբարձում են մնաց գնդակով, բայց Պողոսյանը վերցրեց այն, Ժիայ Պապիկյան։ Շատ լավ նկատեց Խալափյանին ձախ եզրում։ Խալափյանն էլի երթին ուղարկեց Ջուրիչևիչին, բայց ուժեղ էր փոխանցումը։ Ֆատի։ Իսկապես հանդիպումը այնպիսի բարձր տեմպի վրա է ընթանում, որ պարզապես թիմերը ժամանակ չեն տալիս շունչ քաշելու, հիմա կար խաղի կանոնների խախտում Ֆատի կողմից։ Փոփոխություն եղավ հիմա Չելսիի կազմում, Ջուրիչևիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ալեքսանդր Նալբանդյանը։ Ու տեսնենք մնացած ժամանակահատվածը ինչպես իրացնի, սա խաղի կանոնների խախտում էր Մովսիսյանի կողմից։ Արագ հաղարկում են Չելսիի ֆուտբոլիստները գնդակը։ Գրիշա Գրիգորյան դեպի աջ ուղարկեց Նալբանդյանն է գնդակով։ Գտավ Արջևում Պապիկյանին, նորից Նալբանդյան ու Խանդամիրյանն է հեռացնում գնդակը, Շանելյանն էլ դեպի Համբարձումյանը ուղարկեց ու շատ լավ գրոհ հիմա կարող էին կազմակերպել Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց ընկավ գրոհի տեմպը ու Չելսիի ֆուտբոլիստները հասցրեցին վերադասավորվել։ Նարեկ Խանդամիրյան աջ է ուղարկում գնդակը Գրիգորյանին։ Ֆատի, նորից Գրիգորյան, նորից Ֆատին ուղարկեց գնդակը։ Ֆատին երթին Շանելյանին հասցրagեց ու ուժեղ հարված առաջ, այո, կար ճնշում այնտեղ Պապիկյանի կողմից։ Եվ ճիշտ վարվեց այստեղ Ժոզեֆ Շանելյանը։ Ասատրյան։ Շարժում է առաջ Ասատրյանը, անցավ Ֆատին։ Ժիայ Պապիկյան նորից Ասատրյանին է ուղարկում, բայց այստեղ Դավթյանը գերազանց է գործում։ Խալափյան եւս պետք փոխանցում Արաքելյանին, անկասկած կվերցնի այս գնդակը։ Դավթյան մեկ հպումով փոխանցում կատարեց ու կարողացավ այստեղ Կարո Գրիգորյանը հեռացնել գնդակը, ես իսկ կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Թող հելա։ Ապել Կարաց հել ես ինքերս վարոտի միջի կա։ Ափսյան ուղարկեց գնդակը Մովսիսյանի ուղղությամբ։ Կա փոխանցում։ Չի ավարտվել հիմա Լիվերպուլի գրող Խանդամիրյան հերվից հարված ու Գրիշա Գրիգորյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը, այո, իսկապես եթե ընթանար դեպի դարպասը գնդակը, ապա շատ վտանգավոր հարված կլիներ, դժվարանում եմ ասել, որ ուղղությամբ է փորձում ուղարկել գնդակը Խանդամիրյանը, բայց այնուամենայնիվ Գրիգորյանը թույլ չտվեց ստացվի Խանդամիրյանի կատարած հարվածը այնպես, ինչպես նա մտածել էր։ Հիմա եւս մեկ եզրային նետում իրացն հակառակ եզրից Լիվերպուլի ֆուտբոլիստները, այո, հանդիպումը մոտենում է ավարտին։ Գրիշա Գրիգորյան դեպի Պապիկյանն է ուղարկում գնդակը, վտանգավոր գրոհ են հիմա ձեռնարկել Չելսիի ֆուտբոլիստները, Պապիկյան փոխանցում, Վարդան Գրիգորյանը հեռացեց, բայց ոչ այնքան հեռու։ Նորից Պապիկյանն է գնդակով ու այստեղ իրենից դուրս եկավ գնդակը։ 8 րոպե մինչ հանդիպման ավարտը։ Խանդամիրյանն նետում եզրից Դավթյանի ուղղությամբ ու ստացավ այդ փոխանցում նրա կողմից։ Շանելյան պարզապես հեռացնում է գնդակը։ Հաստատում են եզրային նետման հնարավորություն այստեղ Չելսիի ֆուտբոլիստները։ Արեգ Խանդամիրյան մնաց գնդակով Խանդամիրյանը ու շատ հաջող փոխանցում է կատարում Վարդան Գրիգորյանի ուղղությամբ։ Նորից Խանդամիրյանն է գնդակով։ Պետրոսյան ուժեղ փոխանցում կատարեց այստեղ Պետրոսյանը ու
Դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Գրիգորյան փոխարինում եղավ Չելսի կազմում, խալականի փոխարեն Արմեն Ասատրյանը կշարունակի հանդիպումը։ Ավելի թարմ ուժերով Նալբանդյան ուսա խաղի կանոնների խախտում է շատ վտանգավոր դիրքում, այո, խախտեց խաղի կանոնները Խանդամիրյանը։ Տեսնենք դեմքին հարված ստացել Մարտես Նալբանդյանը ու հիմա օգնում են նրան որպեսզի ոտքի կանգնի իհարկե շարունակում այս Նալբանդյանը թե այնուամենայնիվ ոչ մնում է խաղադաշտում Նալբանդյանը ու կարծես ինքն էլ փորձում է հարված կատարել, դժվարանում եմ ասել նա Արսատրյանը թե Գրիգորյանը ունի իսկապես Չելսին կատարողներ իր թիմի կազմում, բայց հիմա կարծես թե ինքն է պատրաստվում հենց հարվածի կամ մրցավարի սուլիչը Նալբանդյան, տեսնենք նրա կրակոց հարվածները մենք տեսել ենք բայց փոխանցում է կատարում դեպի Ասատրյան ու այստեղ Պետրոսյանը գերազանց պաշտպանվեց ինչու հարված չկատարեց Նալբանդյանը դժվարանում եմ ասել իսկապես դիրքը հարվածայինների պետք է պարզապես ուղարկել այն հիմա խլում է Գրիգորյանը բայց Վարդան Գրիգորյանն էլ Գրիշա Գրիգորյանից խլեց գնդակը Ջուխաջյան կա Պապիկյանը առջևում նկատեց Պապիկյանին Շատ լավ փոխանցում կատարեց դեպի Գրիգորյանը ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում Անդրանիկ Պետրոսյանն է շարժվում առաջ նրանից էլ մաքուր խլեցին Չելսի ֆուտբոլիստները Ջուխաջյան դեպի Ասատրյանն է ուղարկում գնդակը Բարձից փոխանցում Գրիշա Գրիգորյան հարված ու ինչ է այստեղ կարծում եմ կդիտի մրցավարը կրկնապատկերը այնուամենայնիվ Պետրոսյան հաջող թողեց այստեղ գնդակը ուսա խաղի կանոնների խախտում էր Մանջ 6 համնացել Դիտեց մրցավարը կրկնապատկել, այո ու չկար 11 մետրանոց հարված Հիմա ստանդարտ կիրացնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները, այո Նշանակվեց չէ 11 մետրանոցը ու հիմա Դավթյանն է գնդակի մոտ, տեսնենք Կա մրցավարի սուլիչը Դավթյան, հարվածը կատարում այստեղ խապեց բոլորին Դավթյանը, բայց հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց Ռոման Դավթյանի կատարած Պողոսյանը ուժեղ հարված կկատարի առաջ Ալեքսանդր Նալբանդյանն ավելացրեց, բայց այստեղ միայն Արաքելյանին էր աստիագրված այս փոխանցումը Ֆատիմ Սա խաղի կանոնների խախտում էր, այո իսկապես ու տեղին քարտով կպատժվի Նալբանդյանը իսկապես շատ բարդ դիմավորեց մրցակցին ու ընդունեց իր մեղավորությունը Նալբանդյանը դա ամենակարևորն է իհարկե սա սիրողական մրցաշար է որտեղ ֆուտբոլիստները հնարավորինս փորձում են միմյանց վնասվածքներ չհասցնել Շանելյան կա փոխանցումը վտանգավոր է հիմա եթե գրավի Լիվերպուլը դարպասը բայց դա այնքան էլ հեշտ չի քանի որ դարպասում Պողոսյանն է կանգնած Ալեքսանդր Նալբանդյան Շարժվում է առաջ Նալբանդյանը ու դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից, այո, ուներ հնարավորություն հիմա Լիվերպուլը կրկնապատկելու իր առավելությունը, բայց Պողոսյանը իր տեղում էր։ Խանդամիրյան դեպի Շանելյանը ուղարկեց, այո, առայժմ միակ գնդակ այս խաղում խփել է Խանդամիրյանը, առաջի կեսում չկար այստեղ խաղի կանոնների խախտում, Արսեն Ասատրյան
Պողոսյան նետեց գնդակը Ասատյանի ուղղությամբ, այո, ամեն ինչ կարգին է, Ֆատի հետ ու շարունակում է հանդիպումը, բայց այստեղ եզրային նետում կիրացնում Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Պետրոսյանն է նետում եզրից դեպի առաջ ու այստեղ հեռացված է գնդակը ևս մեկ եզրային նետում կլինի։ Պետրոսյան կա փոխանցումը ու հիմա էլ անկյունային են վաստակում Լիվերպուլի ֆուտբոլիստները, այո, այսպես փոքր եզրային նետումներ կատարելով հասան մրցակցի Տուգանային ու ստիպեցին հեռացնել գնդակը Համբարձումյան, գնում են Ալբանյանը գնդակը, բայց այստեղ Համբարձումյանը հասցեագրեց գնդակը Խանդամիրյանին, Ալբանյան ևս մեկ խլում, բայց իրենից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Այո, մեկ դրվագը կարող է որոշիչ լինել այս խաղում, եթե մեկ դիպու կարված միգուցե կատարի Չելսին, ապա հնարավոր կլինի փրկել այս հանդիպումը, առայժմ հաշիվը նվազագույնն է։ Համբարձումյան լավ անցում ձեռնարկեց Մխիթար Համբարձումյանը ու հիմա էլ Չուխաջյանն է հեռացնում գնդակը։ Լիվերպուլը իհարկե հիմա փորձում է պահել առավելությունը եւ պատասխան հանդիպմանը գալ մեկ գնդակի առավելությամբ։ Պետրոսյան կա փոխանցումը, հարված ենք տեսնում, բայց Պողոսյանը վերցրեց գնդակը ու հիմա կնետի առաջ, Ալեքսանդր Նալբանդյան։ Ֆատին խախտեց այստեղ խաղի կանոնները, այո։ Կա մրցավարի Սուլիչը, Նալբանդյանն է գնդակի մոտ, փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ, հեռացված է հիմա գնդակը Պետրոսյանի կողմից ու կլինի եզրային նետում։ Ասատրյան ուղարկեց գնդակը Նիկոյանի ուղղությամբ, Դարբասապա Պողոսյանն է հիմա գնդակով, ուժեղ փոխանցում առաջ։ Ասատրյան ստացեց փոխանցում դեպի Պապիկյանը, բայց ինչ է կատարվում այստեղ Շանելյանը չհեռացեց գնդակը, ոչ, Պապիկյան դեպի Չուխաջյանը հարված ու Արակ Էլյանը հիմա փրկում է Լիվերպուլին վերահաս գոլից, այո։ Հիմա շատ լավ հնարավորություն է Չելսին, արագ խաղարկում են գնդակը Նալբանդյան։ Եվս մեկ անկյունային կտեսնենք, մեկ րոպե մինչ հանդիպան ավարտը։ Կա մրցավարի Սուլիչը, Ալեքսանդր Նալբանդյան, բարձից փոխանցում ենք տեսնում ու հեռացված է գնդակը չնայած կար խաղի կանոնների խախտում Խանդամիրյանի նկատմամբ։ Դավթյանը կիրացնի այս ստանդարտը, խորքից փոխանցում ենք տեսնում, բայց Աթաջանյանը առաջինը հասավ գնդակին ու հեռացեց եզրային նետում։ Նարեկ Խանդամիրյան, շարժվում է առաջ Խանդամիրյանը, անցումները լավն էին, ուղարկեց գնդակը խաղընկերոջը, բայց այստեղ Գրիգորյանը շատ լավ պաշտպանվեց։ Հիմա Չելսին պետք է նետվի առաջ, Գրիգորյան ուղարկեց Պապիկյանին գնդակը։ Մնաց գնդակով Ժիայ Պապիկյանը, Չուխաջյան, նորից Պապիկյան, Իգան Չուխաջյան լավ գրո է փորձում ձեռնարկել Չելսին լավն էր այս փոխանցումը, բայց չհասավ այն ասիատիրոջը։ Խնում են այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը Համբարձումյան լավ փոխանցում է կատարում, բայց Նալբանդյանը փակեց փոխանցման ճանապարհը, Համբարձումյանն ինքը լարվածում է ու շեղությամբ ընթացավ գնդակը։
Նաղալբանդյան թողեց Աթաջանյանին գնդակը ու կորցրեց այստեղ Չելսին չնայած Աթաջանյանը հաստրեց ուղղել իր սխալը Արսեն Ասատրյան Աթաջանյան ուղարկում է գնդակը Նաղալբանդյանին ու Եսրային նետում կլինի Ոչ հանդիպումն հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով Խանդամիրյանի գոլը որոշիչ եղավ այս խաղում ու Լիվերպուլը դիմակայությունում տանում է առաջին հաղթանակը կարճատև դադար որից հետո խաղային օրը մեծ մոտ շարունակվում է